Իր նշանավոր ուսուցիչը Բրոնը մեկ հայ երաժշտի հարցին, թե ձեր այդքան տաղանդավոր աշակերտներից որին կառանձնացնեք, ինքը ասել է, ոչ թե որ դու հայ ես, այդ պատճառով եմ ասել, բայց իմ մոտ սովորել եմ մի հատ անհնար տաղանդավոր տղա Կոլյա Մադոև, գիտես, այդպես է հարցրել, ասա իհարկե գիտեմ, այն անհնար տաղանդավոր է, այսինքն Բրոնի այդ խոսքերը ինչ որ բան առնվազն ինչ որ բան արժեն։ Դեռևս 2000 թվականին Բեթհովենի ջութակի եւ դաշնամուրի համար գրած 10 սոնատների շարքով երիտասարդ ջութակահարը ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի 230-ամյակի ունկնդրին ներկայացավ 3 օր անընդմեջ 3 ժամ 40 րոպե տևողությամբ մենահամերգներով։ Բախի սոնատներ եւ պարտիտներ մենանվագ ջութակի համար շարքը մեկ երեկոյի ընթացքում անգիր կատարումով հնչեցնելը նույնպես բացառիկ երևույթ էր մեր իրականության համար։ Բախի սոնատներ ջութակի եւ կլավեսինի համար շարքը Նիկոլայ Մադոյանը եւս մեկ երեկոյի ընթացքում հասու դարձրեց ունկնդրին Սվետլանա Նավասարդյանի նվագակցությամբ։ Մեծանուն դաշնակահարի հետ ջութակահարը նվագել է նաեւ Բրամսի բոլոր սոնատները։ Մոցարտի 250-ամյակին նվիրված տոնակատարությունների նախաշեմին մեր օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ Մադոյանը ձայնագրեց Մոցարտի ջութակի բոլոր կոնցերտները։ Նա հնչեցրել է նաեւ Պագանինիի 24 կապրիսները։ Կատարողական բարդությամբ նմանը չունեցող այս շարքը երաժիշտը մի քանի համերգներով կրկնել է նաև կոմպոզիտորի հայրենիքում, իսկ համերգներից մեկը ձայնագրվել է այն եկեղեցում, որտեղ մկրտվել էր հանճարեղ իտալացին։ Ջութակահար Նիկոլայ Մադոյանը փետրվարի 29-ը օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հերթական սխրանքը գործեց։ Մեկ երեկոյի ընթացքում օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ հնչեցրեց Պագանինիի ջութակի 6 կոնցերտները։ Դիրիժորը Կարեն Դուրգարյանն էր։ Փորձերին մասնակցել եմ, ուղղակի օրկեստրի համար էլ բավական եւ դիրիժորի համար բավական լարված աշխատանք է այս 6 կոնցերտները, որոնք ասեմ նվագակցությունը կոնցերտների մեծ մասի Պագանինին ձեռքին չի պատկանում, հատկապես վերջի կոնցերտները բավական անհաջող նվագախմբային տարբերակ է արած, որովհետեւ Պագանինից պահպանվել է հիմնականում ջութակի պարտիան եւ որոշ դեպքերում նույնիսկ գիտարի միայն նվագակցությամբ։ Եվ բավական դիլետանտական հաճախ նվագակցություն կա, բայց օրկեստր հնարավորինս փորձեցինք հավաքել։ Տեխնիկական հնարքներով, հարմոնիկ մտածողությամբ, պասաժներով իրար նման 6 կոնցերտները անգիր նվագելու համար անհավանական հիշողություն ու տաղանդ է պետք։ Երրորդ կոնցերտն ենք փորձում, ասում եմ կադենցիայի վերջը, մի հատ նվագի անցենք առանց վարանելու, կադենցիայի վերջին տակտերը, օրինակ պետք է նախորդ մի հատ մտածեիր ինչն է, որն է այս պահին կատարում, չի անմիջապես իր գլխի ինչ որ մի դարակից հանում է եւ տեղում վերջին 3 տակտը նվագում է, շարունակում ենք։ Նիկոլայ Մադոյանի այս որոշումը սոսկ սպորտային հետաքրքրությունից մղված չէր։ Նրա ցանկությունն էր մեր հանրությանը ներկայացնել Պագանինիի բոլոր կոնցերտները։ Մինչ օրս Հայաստանում հնչել են Պագանինիի ջութակի 6 կոնցերտներից միայն 2-ը։ Կիսին է Հայաստան էր եկել եւ դուրս չէր գալիս դահլիճից, փորձում էր, անընդհատ թվում է թե հասել է կատարելության, բայց չէ։ Նույնն էլ Մադոյանը այնքան է պարապում, որ հասել է արդեն դա առանց մտածելու մի
ավտոմատի լավ առումով եւ իմ կարծիքով Պագանինիի հենց մեջ ինքը իր նվագի ոճը շատ սազում է։ Դիրիժորը, որ հաճախ է շփվում Նիկոլայ Մադոյանի հետ, ասում է, որ ջութակահարն իրեն լիովին նվիրել է երաժշտությանը։ Խոսում է միայն երաժշտության մասին, անընդհատ նոր համերգների ծրագրեր կազմում, կողմնակի թեմաներ նրան բացարձակ չեն հետաքրքրում։ Երաժշտության մեջ տրված լինելը մի քիչ անձնապես իրեն շփումը մարդկանց հետ մի քիչ դժվարացնում է եւ որոշ սուբյեկտիվ, բայց երաժշտությունը որոշ առումով զոհեր է պահանջում։ Հայտնի են դեպքեր, երբ շեփորահարը 7 ժամ անընդմեջ նվագել է։ Տեղի են ունեցել պատմական համերգներ, որոնց ժամանակ մարդիկ 3 երեկոյի ընթացքում կատարել են Բեթհովենի դաշնամուրային բոլոր սոնատները, կամ 1 երեկոյի ընթացքում հնչեցրել կրկին Բեթհովենի դաշնամուրային 5 կոնցերտները, սակայն Հայաստանում ոչ ոք նման սխրանք չի գործել։ Նիկոլայ Մադոյանը առաջին հայ երաժիշտն է, ով հավակնում է դառնալ Գինեսի ռեկորդակիր։ Անահիտ Մարգարյան, Մեսրոպ Ավետիսյան, Ձայնագիր։